Բա տենում ես բալես, արդեն ենքան ես մեծացել, որ քո հավաքած փողով են գնում քեզ հեռախոս առնելու։ Բայց կարողաց հերիքի։ Ոչ չերիքի, այ բալամ, եղածը հեռախոսը էլի մի մեծ բան չի։ Չնայած որ դու ես տեմպերով շարունակես, մենք վաղը քո համար ավտո էլ կառնենք։ Ըհը, էս էլ քո սիրած խանութը։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ, մենք եկել ենք ձեր խանութ, որ իմ տղայի գումարով իրան հեռախոս առնենք։ Շատ լավ, իսկ ընտրել եք ինչ մոդել եք ուզում։ Սա էլ ձեր հեռախոսը։ Բալես դե քո հավաքած գումարը դուք ձյաձային։ Սա էլ գումարը։ Կներեք, բայց մենք հեռախոս ենք վաճառում, ոչ թե լուցկի։ Ինչի չի հերիքում։ Ընկեր ջան, ասում եմ, երեխեն 2 ամիս է գումարը հավաքել, որ ձեր մոտից հեռախոս առնի։ Այս գումարը կհերիքի, չէ՞։ Հա, կհերիքի ոնց չի հերիքի։ Դե, մենք գնացինք։ Ստեսություն։ Հələ սպասի։ Ինչ է եղել ապեր ջան։ Հրանգիր ջան, այդ ձեր ընտրած հեռախոսը արժեր 540,000 դրամ։ Ընդամենը 1000 դրամ եք տվել։ 539,000 դրամս տվեք այդ համար։ Դու չասեցիր այդ հեռախոսը 1000 դրամ մարժի ախպեր։ Արա երեխեն էլ ստե չախմեր աշկով մի տուր։ Բայց ես աշկով չեմ տալիս։ Բա հիմա ինչ ես անում։ Հա ես։ Ես ներվայցիկ ապեր։ Ինչ փողակ բերես ներվայցիկ կա։ Ես ցիկ եմ արել, ինչ ես ասացի։ Ես մեր քուչերով սաղը գինեմ, որ ներվայցիկ ասա։ Ցիկերս մի շապ, թող բերի։ Իմ սիրելի բալիկներ, ինչպես ամեն տարի գարնանը, այս տարի ես նույնպես ձեզ համար պատրաստել եմ շատ մեծ անակնկալ։
նման գնալու եք ձեր ամառանոց շաբաթօրյակի։ Իհարկե ոչ։ Պարզա, էլի նախանցած տարվա պես տանել եք ձեր ամուսնու ավտոտնակը կարգի բերենք։ Ոչ, սիրելիներս, ես ձեզ համար ավելի մեծ անակնկալ եմ պատրաստել։ Քիչ անց մեր դահլիճ կգա հայ անվանի ռեժիսոր, ով ձեզանից մի քանի հոգու կընտրի եւ կնկարահանի իր ֆիլմում։ Իսկ ով է ուզում նկարահանվել ֆիլմում։ Պատկերացրեք, դուք կդառնաք հայտնի դերասաններ, կաշխատեք մեծ գումարներ եւ բոլորը կցանկանան ձեզ հետ նկարվել եւ տեղադրել համացանցում։ Եվ ինչու ոչ, նաեւ ձեզանից շատերը կստեղծեն իրենց աստղային ապագան։ Ընկեր Միրզան, իսկ երբ է գալու ռեժիսորը։ Բալիկս, ռեժիսորն արդեն այստեղ է։ Բուրըն ծափարություններով դիմավորենք մեր ռեժիսորին։ Բարև ձեզ սիրելի երեխաները, ինչու՞ չէ նաև ապագա հայտնի աստղեր։ Ընկեր Միրզոյան, ինչի մի անգամից չասեցիք, որ ձեր ասած հայտնի ռեժիսորը Երջանիկ Բակունցն է։ Դե որ անակնկալ լիներ։ Հավատացեք ավելի մեծ անակնկալ կլիներ գնային կամարանոց շաբաթօրյակի։ Խաչիկ ջան, լսիր, տղաս, նստիր ու լռիր։ Ես խոսքը փոխանցում եմ մեր պարոն ռեժիսորին։ Սիրելի երեխաներ, ինչպես գիտեք, ես անվանի ռեժիսոր Երջանիկ Բակունցն եմ, ով եկել է այստեղ ձեր դպրոց, որպեսզի ձեզանից ընտրի շատերին, ովքեր նկարահանվելու են իմ նոր գեղարվեստական ֆիլմում։ Եվ այսպես ինձ անհրաժեշտ է մի տղա, ով ունի շեկ մազեր։ Այ օրինակ դու տղաս։ Ես համաձայն չեմ, ուրիշին ընտրեք։ Այսինքն համաձայն չես նկարահանվել իմ ֆիլմում։ Հա, որովհետև ձեր ֆիլմերը մեղմ ասած հիմարություն են։ Օրինակ վերջին Տափաստանի աղքատ եղջերուն։ Էդ ինչ ապուշություն էր։ Տղա ջան, այդ ֆիլմը համացանցում ունի 35,000 տարածում։ Հա գիտեմ, 35,000 տարածում 14 լայք։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի հիմարություն է եղել, որ 35,000 հոգին առանց լայքելու իրար են ուղարկել։ Կարճ ասած ձեր վրա տժացել են։ Տափաստանի աղքատ եղջերուն ֆիլմը ֆենոմենալ է եղել եւ այն ունի լայքերի կարիք, տղա ջան։ Դու զրկվեցիր քո կյանքի ամենակարևոր օրվանից։ Նստիր։ Ես կընտրեմ այլ աշակերտի։ Ինձ հարկավոր է նաեւ աղջիկ դերակատար։ Այ, օրինակ դու աղջիկս։ Կներեք իհարկե, բայց ես նույնպես կհրաժարվեմ առաջարկից, քանի որ նկարանման օրերին զբաղված եմ լինելու։ Աղջիկ ջան, իսկ դու ինչ գիտես, թե մենք երբ ենք պատրաստվում նկարահանել այդ ֆիլմը։ Պարոն Երջանիկ, երբ էլ նկարանեք, հաստատ զբաղված եմ լինելու։ Դու նույնպես զրկվեցիր քո ապագան կառուցելուց, աղջիկ ջան, ու ընկար Երջանիկ Բակունցի սև ցուցակ։ Ուրեմն ես կընտրեմ մեկ այլ աշակերտի։ Այ օրինակ դու տղաս, քո սաներվածքը ինձ ոգեշնչում է։ Պարոն Երջանիկ, իհարկե մեծ սիրով, բայց ես վաղ այն մազերը կտրելու եմ, այնպես որ չեմ կարող։ Պարզ է։ Պարոն Երջանիկ, ես առաջարկում եմ, ավելի լավ է հարցնենք, թե ով է ուզում ձեր ֆիլմում նկարահանվել։ Այ լավ գաղափար է, ուրեմն այդպես կանենք երեխաներ, ով է այդ բախտավորը, որ կուզի նկարահանվել Երջանիկ Բակունցի ֆիլմում։ Լավ, այդ դեպքում ես գնամ։ Տեսնում եք, Երջանիկ Բակունցի ֆիլմը առանց դերասան չի մնա։ Դե տղաս, կանգնիր ոտքի, ինչ կերպար կցանկանաս մարմնավորել իմ ֆիլմում։ Ես ոչ մի դերել չեմ ուզում։ Այդ դեպքում ինչու ձեռքը բարձրացրեցիր, ստահակ։ Ես ուղղակի ուզում եի հարցնել, կարելի է գնալ պետքան։ Այս ինչ ասացած, լավ գնա խնդրում, դուք նկարահանվեք իմ ֆիլմում, խնդրում եմ։ Երեխաներ գնացինք իմ մեքենան լվանալու, ավելի լավ է գնացինք, հա։ Երեխաներ, խնդրում եմ։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև
Մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու վեսայ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio երաժշտական նախագծերում, Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Եթերում դպրոցական լրագիրն է։ Մենք այսօր այս դպրոցում ենք, որովհետև այն դարձել է հանրապետության ամենաքննարկվող դպրոցը։ Իսկ պատճառը նկարում պատկերված տղան է։ Տիգրանը, ով արդեն 3 օր է փակվել է գրադարանում եւ ընթերցել է գրադարանի բոլոր գրքերը։ Ըստ մեր վերջին տեղեկությունների, նա 2 օրում ընթերցել է 458 գիրք եւ չի պատրաստվում կանգ առնել։ Առաջարկում եմ մոտենանք նրա ուսուցչուհուն եւ մի քանի հարցեր ուղենք։ Եկեք։ Բարև ձեզ։ Դուք Տիգրանի ուսուցչուհին եք։ Ինչ կարծիք եք տղայի պահվածքի մասին։ Կարելի է ռուսերեն պատասխանել։ Գալուսյան Ռուզաննա Վլադիկովի։ Ասեմ, որ ես շատ եմ սիրում մեր դպրոցը եւ հատկապես մեր դպրոցի տնօրենին, ում օրոք վերանորոգվել է մեր դպրոցի բուֆետը, ում օրոք բարձրացվել են բոլոր աշխատավարձերը եւ վերջապես, ում օրոք դուք ինձ հարց եք տալիս հարգելից եւ ես պատասխանում եմ ձեր հարցին շատ ճշգրիտ ձևով։ Ես ուզում եմ, որ մեր դպրոցը բարգավաճի, 50 անգամ բարգավաճի եւ բոլորը սկսեն լավ սովորել։ Սոլնышко моя։ Տիկին Ռուզաննա, բայց ես ձեզ ուրիշ հարց էի տվել, խոսքը Տիգրանի մասին էր։ Ես լիովին համամիտ եմ ձեր հետ հարգելիս։ Շնորհակալ եմ ոչ ճշգրիտ պատասխանի համար։ Եկեք մոտենանք Տիգրանի դասընկերուհուն։ Ինչ կարող եք ասել Տիգրանի մասին։ Դե Տիգրանը իրականում ծույլիկի մեկն է։ Չգիտեմ ինչ մեղու է գցել, որ սկսել է գիրք կարդալ։ Երևի շատ գրքասեր մեղու է, որ այդ ծույլիկը սկսել է գրքեր կարդալ։ Ուզում եք ասել Տիգրանի այս պահվածքան սովոր է բոլորի համար։ Հա, այնքան անսովոր է, որ մեր դասարանի պոնչը բուֆետը թողած եկել է Տիգրանին տեսնի։ Բարև ձեզ։ Ինչ կարող եք ասել Տիգրանի մասին։ Դե Տիգրանը 3 օր գրադարանում է։ Այնքան է գիրք կարդացել, ուղիղը տաքացել է։ Ես էլ, որպես իր լավ ընկեր, պաղպաղակ եմ բերել, որ ուղտի, ուղիղը հովանա։ Ողջ դպրոցը Տիգրանի մասին է խոսում։ Ինչպես տեսնում եք, Տիգրանը շատ սրտացավ ընկերներ ունի, ովքեր իր մեջքի հետևում կանգնած հերոսաբար հետևում են նրա սխրանքներին։ Ինչպես ասել է Պարույր Սևակը, ընկեր լինենք նույն հուզմունքի, համոզմունքի, նույն ճաշակի, դրոշակի, այլ ոչ ընկերլոկ փաշակի։ Քուրիկ ջան, այն պաղպաղակի բա կարանք չէ մոնտաժով հանանք։ Ճարտարուղեղ, թերթված էջեր։ Մնացեք մեզ հետ։ Հուսով եմ, որ մենք հիմա Տիգրանին կուղենք մեր հարցերը։ Գնացինք։ Բարև ձեզ Տիգրան։ Բարև ձեզ։ Սա ձեր վերջին գիրքն էր։ Հա, վերջին գիրքն էր։ Եվ ինչ տպավորություններով եք հեռանում գրադարանից։ Շատ վատ։ Ես 20,000 դրամանոցս հազիվ գտա։ Փաստորեն ես գրքի մեջ էի բայել։ Ես 3 օր ամանենգալի չեմ գտնում։ Տիգրան, դուք հիմար եք։ Ինչի՞ է վիրավորում որ։
Բարև հրաչուի ջան։ Կյանքս դες գնամ պապայի մոտ օֆիս, կպնեմ գործերը պրծնենք, որ գաս ծանոթանալու ազատ լինի։ Անպայման, իմ կողմից հայրիկին կհամբուրես։ Վլո դու չգիտես, որ պապան տենց ղզիկ բաներ չի սիրում։ Կգաս տղավարի դու քո բերանով պաչիկ կանես։ Համել չուշանաս, պապան տենց ուշացողների էլ չի սիրում։ Անպայման, դասերս վերջացնում եմ ու ուղիղ մեր ընդհանուր պապայի գրասենյակ։ Ապրես, պապան քեզ շատ կհավանի։ Ապե վլո ես չեմ հասկանում։ Դու առավոտը հացի վրա կարակի փոխարեն կարող է ուղեղը տելը սկսե կերել։ Ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես, բայց ես սիրում եմ հրաչուհուն, ու մեզ ոչ մեկ չի կարող բաժանել Սամվել։ Ավելին, ես այսօր պետք է ծանոթանամ հրաչուհու հայրիկի հետ։ Ոնց դու հրաչուհու հորդ նոր պետք է ծանոթանաս։ Հրաչուհու հորը բոլորն են ճանաչում։ Լուրջ, կպատմես նրա մասին։ Պատմեմ, Արշակին տենում ես։ Արշակին ոչ, բայց նրա ակազները տեսնում եմ։ Տես Արշակը կգա իր բերանով քեզ կասի։ Արշակ ապեր, մի հատ գաս։ Ասա Սամջան։ Արշակ ապեր, քանի քամիչից սկսե քեզ մի հատ անհամեստ հարց տամ։ Էս ակաժեիտ նաստրոյկե քո ով է խառնել։ Են հրաչուհու հերը, ես դրա։ Լավ, Արշակ, արդեն լեզվիտ ես տալիս, գնա։ Չի կարող նման բան լինել։ Կարող է, ապե ջան։ Արսենի քիթը տենում ես։ Նույնիսկ երբ նա մեջ կանց է։ Արսեն ապեր, մի հատ գաս։ Ասեք, լսում եմ։ Արսեն ապեր, քո քթի քանդակի հեղինակային իրավունքները ում է պատկանում։ Են հրաչուհու հորը ես դրա։ Լավ, Արսեն, արդեն քթիդ ես տալիս, գնա։ Ապրես Սամվել, դու բացահայտեցիր հրաչուհու հորի իսկական դեմքը։ Մի րոպե։ Լսիր հրաչուհի, ես քեզանից բաժանվում եմ, ու պատճառը միայն ու միայն քո հայրն է։ Ոնց թե ինչի, քո հայրը տականք մարդ է։ Ես զարմանում եմ ինչպես կարող է նման մարդը լինել ազատության մեջ։ Մենք բաժանվում ենք։ Իդի դամոյ։ Վլո հրաչուհուց ինչի բաժանվեցիր։ Որովհետև նա վատ մարդ է։ Տես թե ինչպես է վարվել հրաչուհու ուզողների հետ։ Վլո նախ եւ առաջ տղեկից ոչ մեկ հրաչուհուն չի հավանել, երկրորդն էլ հրաչուհու հերը կարգին մարդ է։ Ոնց թե։ Բա ինչու են տղաները վատ արտահայտվում նրա հասցեին։ Որովհետև հրաչուհու հերը մեր քաղաքի ամենավատ պլաստիկ վիրաբույժն է։ Այն օրը մեր ռոբի դուշն առաջ, այսպես մանա գալի իմը, ինչ արես։ Թե ամեն բան քեզ թվում է կախարդանք, չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք, եթե քո սիրտը բաբախում է շատ արագ, դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ։ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ, դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք։ Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա, ուրեմն դու հուսել ես նեղվելու կարիք չկա։ Էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնդրի, երգը որ տակ պիտի պարենք։ Էմոջի, էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնդրի, երգը որ տակ պիտի պարենք։ Էմոջի, էմոջի։ Քո աչքը ուրիշ ունեցած կինը դու նախանձես, չգիտես քո կինը մոռացիր ենինը, չէ որ առաջինը ու կարևորը, որ ուրախ անցկացնես քո ամեն օրը, ու ինչքան էլ կողքից խանգարեն, ու ինչքան էլ քո վատը ուզեն, չընկճվես, չտխրես, չնեղվես, պետք է դու գիտակցես, որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին։ Դու լավ կանես լինես բարի ու կամեցող, որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով։ Դու միշտ հիշիր, որ գլխավոր զգացմունքը սերն է, էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր։ Էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնդրի, երգը որ տակ պիտի պարենք։ Էմոջի, էմոջի։ Էմոջի, 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 էմոջի,
Emo emoji, emo emoji Emo emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երգը, որի տակ պիտի պարենք Emo emoji, emo emoji Emo emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երգը, որի տակ պիտի պարենք Emo emoji, emo emoji, emo emoji, emo emoji